իրանց հետագան ինձ ստիպել է, որ ես անպայման մասնակցեմ այս քաղաքապետի ընտրություններին, որը ԿՊ-ի ներկայացուցիչներն ասում են Գյումրիի քաղաքապետի ընտրությունները դա Ստալինգրադսկայա բիտվա, այդպես են ասում, իրենք են այդ ուրեմն միտքը ասել, Ստալինգրադում, բայց մի բան եմ ուզում իրենց հիշեցնել, որ երբ որ 600,000 բնակչություն ունեին, Ստալինգրադում ապրում էին, պատերազմի ժամանակ մի շակ հետ չգնացին և 400,000-ը մահացան, 1,100,000 զինվոր մահացավ և պաշտպանեց Ստալինգրադը, բայց ցավում եմ, որ իրենք այդ հետ քայլ և այդպես հանձնվողական պահվածքով հանձնեցին Արցախը 12,000 քառակուսի մետր թուրքերին։ Եվ չեմ պատկերացնում, որ որևիցե մի հայորդի հիմա կասկածի, որ եղել է դավաճանություն։ Եվ եթե այսօր ներկայացնում են, թե տարբեր ազգեր են մեզ հետ կռվել, թող իրենք գիտենան, որ 92 թվականին նույնպես բոլորը այդ այսօր ինչ որ կռվեցին մեզ հետ, նույնը կռվում էին, բայց այն ժամանակ ադրբեջանցիները գնում էին Մոսկվայի ոտքերն էին ընկել, թե հայերին ասեք, որ Բաքուն չգրավեն։ Ես ուղղակի զարմանում եմ, թե այդ մարդունակ բանակը ինչ սարքեցին այսօրվա ուրեմն ղեկավարները և ցավում եմ ես դրա համար։ Ուրեմն այս ամեն ինչը տեսնելով սրանք նորից ուզում են այն խոսույթը օգտագործել, որ նախկինները չգիտեմ սա, չգիտեմ նա, և ընդհանրապես ամենասարսափելին գիտեք որն է, որ չեն թողել իրենց ծնողների, իրենց պապերի, մայրերի, քույրերի, այն նախկին աշխատանքից որևիցե մի ոլորտ կամ որևիցե մեկ, ուրեմն տիտղոս ասեմ, որ չփնովեն ու չվարկաբեկեն, այսինքն բոլորը գող են, բոլորը ավազակ են և միայն ճիշտը ուրեմն այսօր այլասերվածներն են, որոնք տեղ ունեն իրենց մոտ և այսօր